Այսօր լիագումար նիստում առաջին ընթերցման փաստացեցին դրամաշնորհների եւ քաղաքացիների քաղաքական միությունների մասին օրենքներում փոփոխությունները։ Օրենսդրական նախաձեռնությունը պարզաբանում է դրամաշնորհների հասկացությունը։ Բացի այդ, սահմանվում է քրեական պատասխանատվություն եւ արտաքին լոբինգը դառնում է պատժելի։ Ինչ վերաբերում է քաղաքացիների քաղաքական միությունների մասին օրգանական օրենքին, ապա փոփոխության համաձայն այն կազմակերպությունում աշխատող անձին, որը իր ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում է արտասահմանից, արգելվում է 8 տարի լինել քաղաքական կուսակցության անդամ։ Խորհրդարանական նիստում քննարկվեց եւ քվեարկվեց ընդհանուր եւ բարձրագույն կրթության մասին օրենքներում փոփոխությունները։ Վրաստանի ընդհանուր եւ բարձրագույն կրթության մասին օրենքներում փոփոխություններին կողմ քվեարկեց 82 падգամավոր։ Նիստի ընթացքում падգամավորները ունեին հարցեր վերակազմավորման, բակալավրիտի ծրագրերի, հանրակացարանների եւ ենթակառուցվածքների վերաբերյալ։ Հիշեցնենք, 12-րդ դասարանը կդառնա կամավոր, իսկ 11-րդ դասարանում շեշտը կդրվի ազգային քննությունների նախապատրաստմանը։ Բացատրական գրառման համաձայն ընդհանուր կրթության մարտահրավերներից մեկը կրթական ծրագրի բովանդակությունն է։ Հետևաբար, դպրոցական դասագրքի գնահատումը կվերացվի եւ տարբեր առարկաների դասագրքերը կլինեն ընդհանուր յուրաքանչյուր դասարանում։ Համազգեստը կրելը պարտադիր կլինի առաջինից 6-րդ դասարաններում։ Բջջային հեռախոսը կսահմանափակվի ուսումնապրոցեսի ընթացքում։ Կա ևս մեկ նորամուծություն, առաջին դասարան կթույլատրվի ընդունվել այն երեխային, ովքեր սեպտեմբերի 15-ին կդառնան 6 տարեկան։ Մեկ ժամից ավել է, ինչ կրթության փոխնախարար Զվիատ Գաբիսոնյան հանդիպում է Թբիլիսիի պետական համալսարանի դասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը մասնակցում է մոտ 70 պրոֆեսոր եւ ուսուցիչ, այդ թվում ռեկտոր Ջաբա Սամուշին, ով մինչ այդ որևէ մեկնաբանություն չի տվել լրատվամիջոցներին։ Հարցը վերաբերում է երկու պետական համալսարանների միավորման նախաձեռնությանը, որը դժգոհություն է առաջացրել պրոֆեսորների եւ ուսուցիչների շրջանակում։ Այսօրվա հանդիպմանը նրանք կներկայացնեն իրենց փաստարկները։ Բացվեց խորհրդարանի գարնանային նստաշրջանը, հնչեցին քաղաքական հայտարարություններ։ Այս ձևաչափով բուռն քննարկում տեղի ունեցավ վրացական երազանքի եւ Գեորգի Գախարյայի թիմի միջև։ Նիստում հնչեցին հայտարարություններ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Խորհրդարանի անդամները նույնպես արտահայտեցին իրենց կարծիքները կայացած քննարկումների վերաբերյալ։ Առաջային գարնանային նստաշրջանում քննարկվեց նաեւ կրթության բարեփոխումները։ Գեորգի Գախարյայի թիմը խստորեն քննադատեց նախաձեռնությունը, այն անվանելով շտապողական։ Ի պատասխան վրացական երազանքը կարծում է, որ այս բարեփոխումը կունենա պատմական նշանակություն։ 2026 թվականի համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովում Վրաստանի վարչապետը ընդգծել է միջի միջանցքի կարևորությունը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով միջի միջանցքը, որը կապում է Արևելյան Ասիան Եվրոպայի հետ, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի եւ Թուրքիայի տարածքով, ներկայիս աշխարհում դառնում է ավելի ու ավելի հազվադեպ երևույթ, առաջարկելով կայուն եւ վստահելի տարանցիկ երթուղի, որը կարող է հաղթահարել գեոպոլիտիկական բևեռացումը։ Վրաստանի վարչապետի խոսքով աշխարհում, որտեղ ավանդական երթուղիները հուսալի չեն, անհրաժեշտ են այլընտրանքային միջանցքներ։ Աննակլյա նավահանգիստ Վրաստանի արդիականացված երթուղի, որը կապում է Վրաստանը եվրոպական էներգետիկ համակարգերի հետ եւ դիրքավորում երկիրը որպես Եվրոպայի եւ Հարավային Կովկասի միջև կարևոր էներգետիկ եւ տարանցիկ հանգույց։ Իր ելույթի ընթացքում Վրաստանի վարչապետը նույնպես խոսել է կարևոր հարցերի մասին։ Իրակլի Կոբախիձեի խոսքով Վրաստանը 8 միլիարդ դոլար է հատկացրել տրանսպորտային ենթակառուցվածքների համապարփակ արդիականացման համար։ Բացի այդ, նրա հայտարարության համաձայն Վրաստանը ավարտել է երկաթուղային ցանցի լիարժեք արդիականացումը, համապատասխանաբար թողունակությունը կրկնապատկվել է, իսկ տարանցման ժամանակը կրճատվել է։ Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի վարչապետը գագաթնաժողովի մասնակցելուն զուգահեռ անցկացնում է բարձր մակարդակի հանդիպումներ։ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է հանրապետության նախագահի եւ Իրաքի Թուրքմենստանի տարածքային
կառավարության վարչապետի հետ։ Շոշափել են Վրաստանի կողմից օկուպացված տարածքների չճանաչման կարևորությունը եւ երկրների միջև շարունակվող քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներ։ Վրաստանի վարչապետը խոսել է Վրաստանի բարենպաստ աշխարհագրական դիրքի, միջանցքի հնարավորությունների եւ երկրի դերի մասին որպես կարևոր տարածաշրջանային եւ լոգիստիկ կենտրոն, նաեւ ընդգծել է խաղաղության եւ կայունության կարևորությունը։ Կիև, Դնեպրո, Խարկով, Սումի, Օդեսա։ Ռուսաստանը հարձակում է սկսել Ուկրաինայի քաղաքների վրա 450 անօդաչու թռչող սարքերով եւ ավելի քան 60 հրթիռով, այդ թվում բալիստիկ հրթիռներով։ Երկրի մայրաքաղաքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 3 մարդ, վնասվել է բարձրահարկ շենք եւ մանկապարտեզ։ Ուկրաինայի արտգործնախարարի խոսքով Ռուսաստանի նախագահը սպասել է ջերմաստիճանի անկմանը եւ Ուկրաինա վրա հարձակման անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ է համալրել։ Անդրել Շիբիգան նշում է, որ ոչ այս շաբաթ Աբու Դաբիում սպասվող ջանքերը, ոչ էլ Միացյալ Նահանգներին տված խոստումները չեն խանգարել Վլադիմիր Պուտինին շարունակել իր ահաբեկչությունը սովորական մարդկանց նկատմամբ ծանր ձմեռային պայմաններում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից գիշերը իրականացված համատեղ հարձակումը եւս մեկ անգամ հաստատել է, որ Մոսկվան հավատարիմ չէ իրական խաղաղության բանակցություններին։ Մարկ Ռուտեն ելույթ ունենալով Գերագույն Ռադայում ընդգծել է, որ արևմտյան գործընկերները կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ աջակցել Ուկրաինային։ Նրա խոսքով ուկրաինացիների ընկերները, ինչպես իրենք ուկրաինացիները, չէին ցանկանա երկրորդ Բուդապեշտյան հուշագիր եւս մեկ անգամ Մինսկ։ Ռոտեն Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել փետրվարի 3-ին եւ Վոլոդիմիր Զելենսկու հետ միասին ծաղկեպսակ է դրել Կիևի ազգային հիշատակի հուշահամալիրին։ Ռուսական Գազպրոմ էներգետիկ ընկերության տվյալների համաձայն հունվարին թուրքական հոսք խողովակաշարով Եվրոպա բնական գազի միջին օրական մատակարարումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 10.3%-ով։ Reuters-ի տվյալներով Թուրքիան ռուսական գազի Եվրոպա մատակարարման միակ տարանցիկ ուղին է այն բանից հետո, երբ Ուկրաինան հրաժարվել է երկարաձգել Մոսկվայի հետ հնգամյա տարանցիկ համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարին։ Reuters-ի հաշվարկներով թուրքական հոսք խողովակաշարով Եվրոպա ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալը հունվարին կազմել է 1.73 միլիարդ խորանարդ մետր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.57 միլիարդ խորանարդ մետրի համեմատ։ Եվրոպական գազամատակարարման խմբի տվյալների վրա հիմնված հաշվարկը ցույց է տվել, որ ռուսական գազի արտահանումը թուրքական հոսք խողովակաշարով հունվարին աճել է մինչև օրական 55.8 միլիոն խորանարդ մետր, մինչդեռ 2025 թվականի հունվարին դրա ծավալը կազմել է 50.6 միլիարդ խորանարդ մետր։